Այս ուղղաթիռը շատ հետաքրքիր է, ինքը առաջին ուղղաթիռն է այս սերիայում, հաշվարկության մեջ, որ ունի ավտոպիլոտ աշխարհում առաջին ուղղաթիռը տեսնելուց հետո գնել է ինքը թարմ շրջապով 2000։ Այսինքն ոչ միայն մեզ համար անորություն ավտոպիլոտը, այլ աշխարհում։ Airbus-ի առաջին փորձարկումից է։ Նոր տեխնոլոգիա գիշերային քրիշների համար գիշերային ատմոսներով ինքը հնարավորություն է տալի ուսումնական թռիչքներ անել երկու ղեկավարման միջոցով, այսինքն օդաչու աշակերտ եւ ինստրուկտոր օդաչու միասին ժամանակ մարդապրը մոտ 14000 օրերուր սպասարկել են 7 տարի։ Բոլորը Airbus է։ Այս երկուսը Airbus-ը, մեկը ամերիկյան Rolls-ը։ Բեռներ տեղափոխել կամ մարդկանց արտաքին կապոցով փրկել անել, մոնիտորինգի համար անտառների, բաժանների։ Իսկ ինքը ինչ թեքության վրա կարող նստի։ Մինչև 10 աստիճան, 10-15 աստիճան, նայած վերքից, մինչև 15 աստիճան։ Մի թռիչքի ընթացքում հիվանդի տեղափոխելու ժամանակ օդաչունա մեկ բժիշկ եւ մեկ օրինակ օգտակար քույր կամ բուժակ ու բոլոր այն սարքավորումների շտապությունության մեջ կա նույն ձև լրիվ կահավորված է։ Մեղրից ինչքան ժամանակ ունի կազմում։ Միայն 10 րոպե։ Իսկ ինչ վառելիքով է։ Այս ուղղաթիռը հեղափոխություն է մտցրել իր արտադրությունով ուղղաթիռային շուկայի մեջ, իր բարձրությամբ, փոքրությամբ եւ շահագործման հեշտությամբ։ Իմիջայլոց երեք վերվիճակագրությունը մեզ ասաց, որ հունվարի համար ռեկորդային թվով զբոսաշրջիկ է ունեցել, բայց եղանակը այսինքն ձմեռը կապ չունի, որ եղանակը լավ լինի, տուրիստները կուզենան։ Այս մասը լրիվ տեխնիկական բլոկն է, ամբողջ թռիչքների նախապատրաստում, սա կատարվում է։ Բացի այն, որ ինքը ուղղաթիռային կայան է, ինքը նաև տեղի ունենում համերգով, մինչև 6-7 հազար հոգի համերգներ են լինում, տարբեր միջազգային աստղեր գալիս են, այս տարի ունենք արդեն պլանավորված մի քանի համերգ, որ գալու են արտասահմանից, ուսումնասիրել ենք ինչ է պետք պետությանը, մեր պետությանը կարիքները հոգալու համար H145 համարում ամենաբոլորն ամենահուսալի ուղղաթիռները Եվրոպայում գրեթե բոլոր միսիաները շահագործության ամբողջ վախորավիտացում սերվաներով թռիչքի գալու մեր կողմից էլ իրավունք ասեք եկեք տեսեք իր արդյունավետությունը դա նախ չկարելի ու աղջի է